44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը արդեն իսկ զեկույցը պատրաստ է հանձնել ազգային ժողովի նախագահին, քննարկում է նիստերի օրակարգ բերվի թե ոչ կամ լսումներ կազմակերպվի, ամեն դեպքում դուք առհասարակ ինչ սպասումներ ունեք, որովհետև մինչև այդ հանձնաժողովի ձևավորվելը մեծ ակնկալիքներ էր ձևավորվում հասարակության մեջ, որ մեծ բացահայտումներ է լինելու, վերջ է դրվելու հարցերին, բայց հիմա եզրակացությունը պատրաստ է, առանձնապես զեկույցը պատրաստ է, բայց առանձնապես չենք տեսնում ոգևորվածություն։ Կարող ենք ենթադրել, որ բացահայտումներ չեն եղել, այն ակնկալիքները, որ կային չի։ Գիտեք, այս նույն ակնկալիքը իրենք ձևավորեցին 16 թվականի ապրիլյան պատերազմի հետ կապված, հիշում վերջում իրականում որևէ բան չկարողացան ապացուցել։ Մենք ի սկզբանե ասել ենք եւ աշխատանքներին չենք մասնակցել պարզ պատճառաբանությամբ։ Հանցագործները չեն կարող քննել իրենց հանցանքները։ Անշուշտ պետք է պատերազմի բոլոր հանգամանքները քննվի մանրակրկիտ եւ ամբողջությամբ, բայց ոչ այս իշխանության կողմից, որտեղ մենք չենք պատկերացնում ոնց կարող է Անդրանիկ Քոչարյանը քննել Նիկոլ Փաշինյանի գործունեությունը, այսինքն իրենց հանցանքները չեն կարող քննել եւ բացահայտել։ Պատերազմի հանգամանքները ամբողջությամբ ուսումնասիրվելու է, դրան ամբողջական գնահատական տրվելու է իշխանապողությունից հետո։ Հետևաբար սա ինչ որ անում են, դրա մասին չի։ Բացառում եք, որ բացահայտումներ լինեն եւ հաջորդի քրեական գործեր։ Ես իրանց հետ կապված ոչ մի բան չեմ բացառում, իրանք ամեն ինչ ընդունակ